Բարև բոլորին, ես երևի թե շաբաթ ու կեսա ոչ մի բան չէի նկարել, այսօր 100%-անոց չենք որոշել, որովհետև ինչպես իմ վիդեոներից հասկանում եք, մի քիչ անկանխատեսելի մարդ եմ ու հանկարծակի որոշումներս փոխում եմ ամեն վայրկյան, այնքան եմ ուզում իմ մեջ փոխվի այդ բնավորության գիծը, չեմ ասի, որ ամեն ինչում եմ տենց, այլ այնքան եմ իրականում դառը ինտրովերտ մարդ, որ շրջապատս փոքրացել է, դուրս գալը ավելի քչացել է, որ անընդհատ տունը մնալով ոնց որ սովորել եմ տունը մնալն ու չեմ ուզում տնից դուրս գամ, դրա համար ամեն տնից դուրս գալը մի քիչ սենց անընդհատ փոխում եմ, ունեմ մի քանի պլան, պետքա նվեր առնենք շատ հարազատ մարդու ծնունդի համար նվեր առնենք ու 2 նվեր, մտածում եմ ինչ առնենք ու ուր գնանք նվերները գտնելու համար, հետո չնայած վատ եղանակա, բայց կարողա դուրս գանք կենտրոն ման գանք, որովհետև այնքան եմ կարոտե կենտրոնում ման գալը, վաղուց դուրս չեմ եկել, վերջի անգամ, երբ որ դասի էի գնում, նիդերլանդերենի դասերի էի գնում, այդ ժամանակ եմ եղել, երևի 8 ամսական հղի էի, մտածում եմ, համ գնանք ման գանք, ընտրենք դրսում, երևի հիմա Հայկը քնած է, ինչպես միշտ երբ որ ես վիդեո եմ անում, ուրեմն պարզ է, որ քնած է, որ հանգիստ կարողանամ խոսամ, պատրաստել եմ իրա, ինչ ասեմ, լանչը, սկսել եմ արդեն ինչ որ հավելյալ ուտելիք տամ, չնայած 5 ամսական է, հեսա մի 15 օրից կլինի 6, բայց իրա ցանկությունը շատ մեծ է ուտելիք փորձելու, սկսել եմ փոքր չափաբաժիններով տալ, այսօր տալու եմ դեսերտ, տանձ ու բանան, չէ, տանձ ու խնձոր եմ բլենդեր արել, էդ եմ տալու, բայց դե կկն չենք ավարտել, այդպես նստած էի, կոֆե էի խմում, օնլայն գիրքը, որ կարդում էի Kindle-ով, Մարտին Իդենը, իրականում այնքան իմ համար ձանձրալի գիրք էր, ես չգիտեմ, շատ էի լսել, որ բոլորը հավանում էին, շատ լավն էր, իմ դեկորը Հայկի գլխարկով, բայց ես չհավանեցի, որովհետև մի բանի շուրջ, երևի 200 էջ, մենակ մի բանի շուրջ էր խոսում, ոնց որ անընդհատ ինչ-որ նոր բան էի ուզում, դրա համար հոգնեցի ու կիսատ թողեցի 300 էջ հասնելուց հետո, հիմա վիդեոներից մեկում ցույց էի տվել, որ սա է, սկսե Էլիֆ Շաֆակ, վայ այնքան լավն է, չեմ ասի, որ շատ եմ կարդացել, այ այսքան, այս փոքրիկ հատվածն եմ կարդացել, բայց շատ լավն է, ժամանակ եմ ունենում, գիրք եմ վերցնում, սկրոլինգ չեմ անում, վերցնում եմ գիրքը ու կարդում եմ, որովհետև շատ հետաքրքիր է, ինձ թվում է այն ժամանակ գիրք մեծ սիրով կկարդենք, եթե գիրքը մեզ հետաքրքիր լինի, ես ստիպված չեմ կարում ինչ-որ գիրք կարդամ, մեկ էլ կողքից սա էի կարդում, տվել էին, այստեղ ON է, ինչ-որ առողջապական, ոնց որ կենտրոն լինի, տանում են երեխեքին վակցինացիան է ստանում, ստուգում են, բոյ, կշռում են, սենց բուկլետ էին տվել, որտեղ նշված է հավելյալ սնունդի մասին, թե ոնց սկսել, ինչ է պետք, ինչ պետք չի, ու աչքի տակով սա էի անցնում, կարդում էի, տենց շատ երկար զրուցեցի, կարոտել էի խոսալս, հստակ կորոշեմ դուրս են գալու թե չէ, բայց ստիմուլը, որ նվեր պետք է առնեմ, դա ինձ հուսադրում է, որ ես կորոշեմ ու դուրս կգանք այսօր, տենց բաներ, ձեզ տեղյակ կպահեմ, ինչպես հասկացաք, ես դրսում եմ, այսինքն մենք դուրս ենք եկել գնանք կենտրոն, մոխրագույն լուքով եմ, շատ եմ սիրում ես trenches, բայց ինչ-որ անձրև եմ նկատում, գիտես, չեմ ուզում, մեկ էլ ուզում եմ մտնեմ Primark, որովհետև Հայկին բոդիներ են պետք, ինչ-որ ձմեռային տաքուկ մի բան, վերխեր, Primark-ում որակը շատ լավն է, դուրս գալիս է, ու մենակ կենտրոնում կա, այս մեզ մոտիկ էլի, դրա համար ավելի լավ է այդանք հենց մի անգամից
այդ հատվածները։ Հենց հիմա գնանք նվերները ընտրենք, տեսնենք տղու համար այնքան դժվար է նվեր ընտրելը, իսկ կանացի նվերները միշտ կարաս ինչ-որ նենց բաներ ընտրես, որը դու էլ կհավանաս։ Տենց։ In audio. In audio. In audio. In audio. Մի քիչ սխալ էի ասում, որ հեշտ է նվեր ընտրելը, շատ դժվար է։ Շատ։ Այստեղ արդեն ամանորյա խանութներ են բացել։ Մի քիչ շուտ չի։ Նայեք ինչքան մարդ կա, ես ատում եմ այս փողոցը։ Եկել ենք food court-ը, իհարկե ոչ մի բան չգտանք նվերի համար, ասենք food court-ը, որտեղ տարբեր հունական, թայլանդական, ու մենք ընտրել ենք ինչ-որ հունական ափսեյա, հավով ու կալամարով։ Մեզ բարի ախորժակ։ In audio. Հացը կերանք և մտածեցինք, որ նվեր քարտը ամենալավ տարբերակն է, որ այդ մարդը ինչ ուզում է, իր սրտով առնի։ Կարծում եմ գումարն ու նվեր քարտը նվերի համար լավագույնն են, եթե չգիտես ինչ նվիրես։ Մինչև մեր գործերը վերջացրինք, արդեն մթնել է, բայց անտանելի ժխորա, որ մի անգամ գաս ու վсё, մեկ էլ մի 4 ամիս հետո։ Հայ, մի հատ պտտեմ, նայեք ինչքան մարդ կա։ Բոլոր խանութներում լիքը հերթ։ Ավելի լավ է օնլայն։ Եկեք միանգամից անցում կատարենք իմ խոհանոց, որտեղ պատրաստում եմ հավի թևիկներ, ես շատ եմ սիրում KFC թևիկները ու այս անգամ ստացվեց նենց ոնց սիրում եմ, խրթխրթան ու լավ եփված։ Ընդամենը ալյուրի մեջ լցրեցի 1 ձու, ջուր, համեմունքներ, իսկ առանձին ամանի մեջ ալյուր, հավի թևիկները կտրատեցի և թաթախեցի 1 ալյուրի մեջ, 1 զանգվածի մեջ և ստացվեց իրոք շատ համեղ, կարող եք դուք էլ փորձել, չեք փոշմանի։ In audio. In audio. Արդեն ուշ երեկո է, ժամը մոտավոր 9-ը թե 10-ը, ես որոշեցի ինչ-որ համով թխուկ սարքեմ, որովհետև վաղը մեր ընկերներից են գալու ու ինչ-որ աշնանային համով սենց դարչինային մի բան էի ուզում, ասեք, որ դարչինը հենց աշնան հետ է ինչ-որ
ասոցացվում, ուզում եմ սարքեմ, ոնց հասկանում եք, գազարով կեքս։ Հիմա կսարքեմ բիսկվիտը, որի համար մեզ պետք է, ես ունեի սառնանում 2 գազար, ճորկել եմ կարագ, 100 գրամը պետք, բայց կարծում եմ ստեղ ավելի շատ է, եկեք մի հատ նայեմ դնեմ ինչքան է ստեղ շարքով 130, հա ոչինչ, ոչ մի բան չի փոխել, 2 ձու, շաքարավազ, իմ մոտ շագանակագույնը, սոդա, միգդալ, մի պտղուն ծաղ, համի համար դարչին և ընկույզ, իմ մոտ նայեք սենց արդեն մանրացված է, ունեմ սենցը, բայց անիմա ժամանակ չկորցնելու համար արդեն մի անգամից սա կլցնեմ, երևի մի 100 գրամ է ընկույզ, այսքանը հիմա կխառնեմ իրար, արագացնեմ ռեժիմը, ամենակարևորն եմ մոռացել, մոտավոր մի 130-ից 150 գրամ է ալյուր, առանց նայում եմ ասում եմ ինչ-որ կարևոր բան կա, որ առանց դրա չի լինի, այսօր KFC թևիկները իսարք ենքան համով էր աղը, չնեչոտ յուղոտ պրոցեսը, հիմա դնենք ջեռոցը, մի հատ նայեք ինչ հրաշքություն, բա հոտը, բա պապկությունը իրա, օլալա, oh my god, կուզեի կտրեի, բայց պետք է գլազուր անեմ, դե ես գնամ իմ երեխան ինձ կանչում եմ, վաղը կանեմ մնացած, բարի գիշեր, չթողեցի վաղվան, մասկարպոնե ունեի ու մասկարպոնեով գրեմ սարքեցի, շաքարի փոշի ու սերուցք ու դարավ այսպիսի բիսկվիտ Il faut que tu te rinces bien.